Կծու եգիպտացորեն ուտելիս հավաքարարը հանկարծ նկատեց բիզնես հնարավորություն։ Նա տեսավ, թե ինչպես է իր որդին այրվում կծու սոուսից, բայց միևնույն է, ուտում է մեծ հաճույքով։ Այդ պահին նրա մոտ մի գաղափար ծնվեց։ Ինչ կլինի, եթե չիփսերն էլ կծու լինեն։ Ընտանիքով գնեցին տարբեր տեսակի չիլի պղպեղներ և սկսեցին պատրաստել իրենց սեփական կծու սոուսը։ Համերն հավասարաչափ խառնելու համար Ռիչարդը նույնիսկ համստերի վազքի անիվն օգտագործեց։ Անթիվ փորձարկումներից հետո ի վերջո ստացվեց շատ կծու և համեղ մի բան։ Բաղադրատոմսը հաջողված էր, բայց վերադասները լուրջ չընդունեցին հավաքարարի առաջարկը։ Այդ պատճառով Ռիչարդն համարձակորեն զանգահարեց ընկերության գլխավոր տնօրենին։ Բնականաբար հավաքարարը հուզված էր բարձրաստիճան ղեկավարի հետ խոսելիս, և սկզբում տնօրենն էլ այնքան էլ հետաքրքրված չէր, քանի դեռ Ռիչարդը չասաց մի բան, որն անմիջապես գրավեց նրա ուշադրությունը։ Դուք տեսանյութում ասում էիք, մտածեք գլխավոր տնօրենի պես, և տեսեք, ես դա արեցի։ Տնօրենը համաձայնեց լսել Ռիչարդի առաջարկը։ Ռիչարդն ու իր կինը փոստով ուղարկեցին նմուշների խոշոր տուփ։ Հենց որ տնօրենը փորձեց առաջին կծու չիտոսը, նրա բերանն այրվում էր, բայց դա այնքան համեղ էր, որ չէր կարողանում կանգ առնել։ Նա, նույնիսկ ձեռքերը չսրբելով, անմիջապես հետ զանգահարեց Ռիչարդին և ասաց, որ ինքն անձամբ գալիս է գործարան։ Սա կատաղեցրեց գործարանի ղեկավարներին։ Նրանք ուզում էին գտնել այն մարդուն, ով շրջանցել էր իրենց։ Երբ իմացան, որ դա Ռիչարդն է, սկսեցին նախատել նրան ամբողջ ընկերության առջև։ Նրանք զգուշացրեցին, որ եթե տնօրենը մերժի այս գաղափարը և իմանա գործարանի կորուստների մասին, ընկերությունը դուրս կբերի իր ներդրումները, և բոլորը կկորցնեն աշխատանքը։ Վախեցած ու հիասթափված, Ռիչարդը գնաց տուն, կասկածելով ինքն իրեն։ Բայց կինը շարունակում էր քաջալերել նրան։ Միասին նրանք սովորում էին բիզնես տերմիններ և վարժեցնում նրա ելույթը։ Երբ տնօրենը ժամանեց գործարան, Ռիչարդին ուղիղ տարան ժողովների սրահ։ Սակայն պատրաստված տեքստը շատ անբնական էր հնչում, և Ռիչարդը որոշեց խոսել ի սրտե։ Երբ նրան հարցրին կանխատեսվող շուկայական մասնաբաժնի մասին, Ռիչարդը նույնիսկ չգիտեր, թե դա ինչ է նշանակում, ուստի լայն բացեց ձեռքերը, ցույց տալով սուպերմարկետի ցուցափեղկի երկարությունը։ Ղեկավարները ծիծաղեցին, բայց երբ Ռիչարդը խոսեց հասարակ մարդկանց իրական ճաշակի մասին, տնօրենը ոտքի կանգնեց և որոշեց ներդրում անել նրա գաղափարի մեջ։ Այնուամենայնիվ, երբ կծու չիտոսները հայտնվեցին ցուցափեղկերում, դրանք ընդհանրապես չէին վաճառվում։ Մենեջերը որոշեց դադարեցնել արտադրությունը։ Ռիչարդը ջախջախված էր, բայց հանկարծ նոր պլան հղացավ։ Նա հավաքեց իր հին ընկերներին և վերադարձավ գործարան, բոլորի մարտական ոգին բարձրացնելու։ Բոլորն էլ հասկանում էին, որ խնդիրը համը չէր, այլ տեսանելիությունը։ Նրանք բեռնատարների մեջ լցրեցին մնացած բոլոր կծու չիտոսները և սկսեցին անվճար բաժանել տեղի թաղամասերում։ Ռիչարդն ու իր ընտանիքը գնացին սուպերմարկետ և գնեցին ցուցափեղկերի վրայի բոլոր տուփերը։ Երբ մյուս հաճախորդները հետաքրքրվեցին, նա սկսեց էնտուզիազմով գովազդել ապրանքը։